ձեր սեղանին դրված են գործչի անձնական թերթիկները, այստեղ 6 կետի պիտի անդրադառնանք, ինչի մասին խոսել էի նպատակներ բաժնում։ Հիմա այս 6 կետերի պատասխանում եք, բոլոր նույն կետերին պատասխանում եք օգտվելով հարթակի եղած նյութերից։ Սրա հետ կապված ավելացնեմ, որ այս առաջադրանքները, որ մենք կատարում ենք, մեթոդները, հնարները, որ կիրառում ենք, օգտվել եմ աշխարհացույց ուսուցչի սեղանի ուսումնամեթոդական ձեռնարկից, այստեղ շատ հետաքրքիր նյութեր կան եւ շատ մեծ օգնություն է ուսուցչի։ Այժմ դուք աշխատեք 5 րոպե ժամանակ ձեզ կտրամադրվի սրա համար, հետո կսկսենք արդեն պատասխանները քննարկել։ Այս աշխատանքի արդյունքում կզարգանա ձեր նաև քննական, քննադատական մտածողությունը։ Այսինքն խմբային աշխատանք կդիտարկենք, զույգային աշխատանքը եւ կգնահատենք որպես խմբային։ Եթե ավարտել եք աշխատանքը, կարող եք արդեն սկսել ստուգել։ Սկսենք։ Սկսենք անձնական տվյալներից։ Էլեն։ Անուն Ասկանու Խաչատուր Աբովյան, ծնվել է 1801 թվականի Քանաքերում, մահացել է 1848 թվականին, անհետացել է առանցվածային պայմաններում։ Այստեղ Օրինակ, ասա ինչ է պատկերված նկարում, այնտեղ իհարկե նկարի կողքին պատկի դրված է նաև, ինչ է։ Այն տունը, որտեղ որ ծնվել է Խաչատուր Աբովյանը, կառուցել է Աբովյանի թոռը, Աբովի թոռը, ժամանակի ընթացքում ենթարկվել է ձևափոխությունների։ Ժամանակին Աբովը, այսինքն Խաչատուրի պապը, շատ հարուստ կայացած մարդ է եղել, բայց ասենք արդեն Խաչատուրը Աբովյանի օրոք նրանց գերդաստանն այլևս այս դիրքը չուներ եւ հարստությունը չուներ։ Չափերով մեծ տուն է եղել եւ բաղկացած է 4 մասից։ Թոնրատուն, մառան, հյուրասենյակ, պատշգամբ, այսինքն ժամանակի համար սա արդեն շքեղ տուն էր կոչվում։ Շատ լավ, լրացնելու բան ունենք։ Ասա, Անի։ Ամուսնացել է Էմիլիա Լեոների հետ։ Այո, ազգությունը կնշենք։ Գերմանուհի։ Այո, գերմանուհի է, զավակների մասին էլ ասենք։ Ունեն երկու։ Ասա, Ռուզան։ Ունեն երկու զավակ, Վարդան ու Զարմանդուխտ, այո, շատ լավ։ Մայրաքաղաքին է հայրը Ավետիքը։ Շատ լավ, շատ լավ։ Կրթության մասին ինչ ասենք։
Ով կասի, Սվետլանա փորձենք։ Կրթություն է ստացել սկզբում Էջմիածնում, Այո, ապա Թիֆլիսում, Ներսիսյան, այո, ներսիսյանի փորձում։ որտեղ առաջին սաներից մեկն էր, Այո, հետո Պողոս Ղարադաղցու մոտ է ուսում ստացել։ ահա, շատ լավ, ով շարունակի։ Դորպատի համալսարանում։ Որտեղ է Դորպատը։ Գերմանիայում։ Ահա, այժմ Էստոնիայում է։ Դա տատու քաղաքն է։ Ինչ ավելացնենք։ Ինչեր է ուսումնասիրել։ Այ իրար հակասող այսպես բաներ եւ բնագիտական ուղղվածություն, եւ փիլիսոփայություն, եւ մանկավարժություն, Հիմնականում մտածել է փիլիսոփայության ու մանկավարժության ոլորտները։ Եվրոպական գրականություն, փիլիսոփայություն։ այո, ուսումնասիրել է եւ տիրապետել է տարբեր լեզուների, ստեղծագործել է տարբեր լեզուներով, 3 տարբեր լեզու ենք նշում՝ գերմաներենը, հայերենը եւ ռուսերենը, սա նշանակում է, որ այս 3 լեզուներին նա հրաշալիորեն տիրապետել է։ Ինչ գրական գործունեություն է ծավալել, ասա Միլենա։ Գրել է չափածո եւ արձակագործեր, գլխավոր ստեղծագործությունը Բերք Հայաստանինն է։ Չափածո ստեղծագործություններից են օրինակ Գարունը, Սերար հայրենիս, իսկ արձակից Կարաբախի խաղալիքը, Թուրքի աղջիկը, առաջին սեր եւ այլն։ Եվ իհարկե ստեղծագործության գլուխգործոցը Երկու ենթավերնագիրն ինչ է։ Եվ նա կոչվում է պատմական վեպ, ինչ պատմական իրադարձության է անդրադարձել այս վեպը 1826-28 թվականներին։ Ավելաս Ռուզան կարդան։ Իհարկե մի փոքր հատված այստեղ Երևանի բերդի գրավումից, կարդանք ինչ է, հա, պատերազմի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Եթե չի համակարգչով կարող ես, բայց եթե արագ լինի 1827 թվականի սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, նորից պաշտպանվեցին Երևանի բերդը։ Սեպտեմբերի 30-ի գիշերը ռմբակոծվեց Երևանի բերդը, հունվերի ներվեցին քաղաքի վրա, 1827 թվականի հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքը եւ հայերը մտան բերդ։ Այո, հիշում եք չէ, վեպից հատվածը, որ ասում է օրհնվի այն Սահակը, որ ուսի ոտքը մտավ մեր երկիրը, մեծ հույսեր էր կապում, այո։ Հասարակական գործունեությունը ներկայացնենք, քնարիք։ Էլեն։ Աշխատել է որպես ուսուցիչ, մանկավարժ, Խաչատուր Աբովյանյան գրողներից է, որը կոչվել կրթության, գիտության ու մշակույթի զարգացմանը։ Իհարկե մտահոգվել է նաև ժողովրդի սոցիալական վիճակով, շատ է մտահոգ եղել ապագայի հարցերով, դրա վառապացույցը, որ հիմա մենք ունենք նրա անունով ամենահայտնի կրթական ուսումնական հաստատությունը, Վազալյատանի կախած, Խաչատուր Աբովյանի պրոզե կիսային։ Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյա տարեդարձի արդիվ 1948 թվական հայկական պետական մանկավարժական ինստիտուտը այժմ համալսարան անվանակոչվել է մեծ լուսավորչի անունով։ 1955 թվականին ինստիտուտի առաջին մասնաշենքի դիմաց տեղադրվեց քանդակագործ Ադիբեկ Նիկոլյանի, ապրել է 1922-1926 թվականներ, կերտել Խաչատուր Աբովյանի պրոզե կիսային։ Ավելացնելու բաներ չունենք։ Ինչ ժառանգություն է թողել։ Ժառանգությունը պարտադիր չի, որ նշենք միայն ստեղծագործությունները, Սվետլանա։ Հայ գրականության եւ կրթության նոր դարաշրջանի հիմնադիրն է։ Գաղափարները շարունակում են արդյոք ազդել այժմ մեր ազգային ինքնության ձևավորման վրա։ Այո, եւ իհարկե նա հիշվում է որպես լուսավորիչ, գրող, հասարակական գործիչ։ Սվետլանա կարդա։ Խաչատուր Աբովյանի մանկավարժական գլխավոր գիրքը Նախաշավի կրթության պետ նորավարժից դասագիրքն է, մեր իրականության մեջ առաջին դասագիրքը, որն իսկական հեղաշրջում ունեցրեց մանկավարժական մտքի պատմության մեջ։ Այստեղ մարմնավորվել են մեծ մտածողի մանկավարժական հայացքներն ու սկզբունքները։ Այս դասագիրքը միակն է, որ տպագրվեց Աբովյանի կենդանության օրոք։ Աբովյանի հիմնական հոգսը Հայաստանի համար գրթված ու պիտանի քաղաքացիների դաստիարակելն էր։ Նա պահանջում էր ճանաչել մանկական հոգին։ Նախաշավիղ կրթության դասագիրքը գրվել է 1838 թվականի սկզբին, կոչվել են տարերք արտի հայրենիքի։ Մեծ լուսավորիչը գրել է 2 նախաշավիղ, մեկը լույս է տեսել
իսկ կենտրոնացիաները մյուսը 1862 թվականին։ Այո, այսինքն միակ գիրքն է, որ նրա կենտրոնացիան օրը լույս է տեսել, եւ այդ գրքով նա իր իսկ բացած մասնավոր դպրոցում կիրառել է, կրթել է երեխաներին։ Եվ ինչ հետաքրքիր փաստեր կնշենք, Սարա։ Առաջինը որ գրեց հայերեն, նրա մտածում ինչ որ սնունը առողջացած։ Դա արդեն երկրորդն է։ Վերք Հայաստանի վեպում ինչ է արտացոլված եւ պատմական իրադարձությունը եւ ժողովրդի հոգեբանությունը։ Այո, այն բացառի գրքերից մեկն է, որտեղ շատ մեծ տեղ է հատկացված ժողովրդի կյանքին, ինչը նախքան այդ բացակայում էր։ Այս ամենը ավարտելուց հետո եկեք հիմա մի փոքր գործնական աշխատանք անենք, այսինքն հիմա գործնական ուրեմն հիմա այսպես ես հանձնարարում եմ աշխատել կատարենք այսպիսի աշխատանք։ Քարտեզի վրա բացում եք քարտեզը եւ քարտեզի վրա նշումներ եք անելու, այդ կպչուններով պետք է նշենք։ Ու միաժամանակ կամ ավարտից հետո կտեսնենք նաև ընդհանուր պատկերը։ Գտենք Քանաքեռ գյուղը։ Քարտեզի վրա գտեք Քանաքեռ գյուղը եւ որևէ նշանով ցույց տվեք։ Եկեք այսպես անենք, դուք ձեր թղթիկի վրա մի հատ նշեք ինչ եմ հանձնարարում, ուրեմն քարտեզի վրա պետք է նշեք Քանաքեռ գյուղը, Դորպատի համալսարանը, նշում արեք, որ իրար հետևից անեք Քանաքեռ գյուղը, Դորպատի համալսարանը, Էջմիածինը, Թիֆլիսը, սրանք պետք է նշեք եւ մյուսը կանոնի մասշտաբի հետ կապված աշխատանք է, փորձեք Քանաքեռ Էջմիածին հեռավորությունը նշել եւ Երևան Դորպատ հեռավորությունը։ Իհարկե ավարտելուց հետո պիտի նշենք, թե այս կամ այն աշխատանքը, որ դուք արել եք, ինչով է նորից, մեկ անգամ եւս ասեք, ինչով է կապված հեղինակի այդ կյանքի այս կամ այն հատվածի հետ։ Աշխատենք, էլի մի 3 րոպե աշխատենք, կարծում եմ որ բավականացնի։ Ուշադիր աշխատեք, հետո գիտեք դուք սկրինշոտ անելու, գիտեք, չէ՞։ Սկրինշոտելով կտեղադրեք հանձնարարությունների բաժնում, որ միասին նայենք հետո։ Բոլորս տեսնենք, որ ինչ աշխատանք է արել։
Լավ, մեր ժամանակը արդեն դրացել է, հուսամ բոլոր աշխատանքը ավարտել եք եւ ձեր աշխատանքները տեղադրել եք հանձնարարությունների բաժնում։ Հիմա ամեն մեկը ձեր աշխատանքը, յուրահաճույք ձեր աշխատանքը կներկայացնի։ Հիմա բացենք, տեսնենք, ով է բացատրում, ինչ է պատկերված, ինչ սիմվոլ է դրել եւ ինչ կապ ունի հեղինակի անձնական կյանքի հետ։ Ինչ է պատկերված կարող։ Ինչ է գրված։ Դուրբատ Դորպատը դա այն քաղաքն է, որտեղի համալսարանում սովորել է 5 տարի, 5.5 տարի համարյա սովորել է Խաչատուր Աբովյանը։ Լավ, ավելացնելու բան ունենք։ Ով էր նրան հրավիրել։ Ով է Ֆրիդրիխ Պաժոտը։ Ասա Միլենա։ Ֆրիդրիխ Պարոտի եւ նրա աշխատանքի հետ Խաչատուր Աբովյանը բարձրացել է մասիս։ Այո, Արարատն է բարձրացել բիբլիական լրանգագծի առաջիններից մեկն է, որ ոտք է դրել որպես թարգմանիչ։ Այո, նշենք, որ դա արդեն այո Էջմիածնի հոգևոր կենտրոնը տեղյակ է, Ռուսաստանի ցարը տեղյակ էր այդ ամեն ինչից, այսինքն ինքնագլուխ ոչինչ չէր արվել։ Ահա, ով է ներկայացնում այս աշխատանքը։ Անին լսենք։ Նշել եմ Թիֆլիսը, Թբիլիսին, որտեղ որ սովորել է։ Անին սովորել է։ Երևանը, որտեղ ևս սովորել է, ու Մասիսները, որ երկու անգամ բացեցրել չստացվել, երբ անգամ բացեցրել։ Եվ ինչ ես պատկերել։ Այս կարմիր գիծը կներկայացնես ինչ է։ Ճանապարհն է ցույց տալիս Թբիլիսից մինչև Մասիս։ Այսինքն թվերով գրված է։ Թե քանի ժամում կամ ինչ հեռավորել ենք աշխատից հարկայքում տված գործիքները, քանոնի օգնությամբ նշում ենք երկու հատվածներ, կարող են երկուսից ավելի շատ, տեսնենք թե քանի ժամանակում որ խորտինում ապահովում Ինչ փոխադրամիջոցով, ինչքան ժամանակում կասնենք նշված, ակետից բեկ է։ Շատ լավ։ Հաջորդ աշխատանքը։ Սվետլանա, ինչ ես պատկերել։ Գծել եմ աշխարհի հարթակի գործիքների միջոցով գծել եմ Էջմիածինը, որտեղ նա սովորել է եւ իր ծնողները մինչև իր ծնվելը հանձնել են ուտելարը Էջմիածնում։ Այո, այսինքն այնտեղ կրթություն է ստացել, անգամ սարգսակի աստիճանի է հասել, բայց հետո ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է իր այդ հոգևոր կոչումներից։ Գծել եմ Արարատների բիբլիականները, որը երկու անգամ փոխվել է եւ երբ անգամ բարձրացել է դերը արշավախմբի օգնությամբ։ Այո, ես նշեմ, որ մի քանի տարի անց մեկ այլ արշավախմբի հետ նա բարձրացել է նաև փոքր Մասիսը, Սիսի գագաթներ է բարձրացել դա։ Շատ լավ, հաջորդը Սարա եւ Ռուզան, տեսնեք ձեր աշխատանքը։ Նշել ենք Երևանից Վաղաշաբաթ, այսինքն սովորել է Վաղաշաբաթը։ Վաղաշաբաթը, այժմյան Էջմիածինը, այո, այսինքն նորից հարթակի գործիքների օգնությամբ, չէ՞, նշել եք։ Ահա, շատ լավ։ Մյուսը, Էլեն։ Ինչ է պատկերված։ Ուղղակի Գերմանիան ժամանակին Դորպատի համալսարանը Էստոնիայում, Գերմանիայում է եղել եւ կազմի մեջ է եղել, դա է նշված, Գերմանիան է նշված։ Վերջ աշխատանքները վերջացան, հարթակում տեղադրված են ձեր հանձնարարությունները, եթե հետո կարիք կլինի, կարող եք մի փոքր ավելի կատարելագործել այդ աշխատանքները, որ դուք արել եք։ Լավ, հիմա եւս ամփոփենք այս ամբողջ անցածը, ուսումնասիրածը, այն բոլոր տեղեկությունները, որ մենք ստացել ենք տարբեր տարիների եւ գնահատենք Խաչատուր Աբովյանին։ Դա կանենք կյանքի անիվի միջոցով։ Այստեղ պատկերված է կյանքի անիվ։ Հիմա մենք կգնահատենք Խաչատուր Աբովյանին այս 8 հատկանիշներով։ Ով կօգնի։ Կօգնես այլ։ Ուրեմն հիմա կգնահատենք 10 միավորանոց սանդղակով,
կավիճը վերցնում, նրանք որպես լուսավորիչ, նրանք որպես հայտ եւ այլն, այսպես գնահատում ենք տեղից, բայց պատճառաբանված։ Հիմա ումից սկսենք։ Ով կուզի, որպես լուսավորիչ եկեք գնահատենք, Սվետլանա, որպես լուսավորիչ ինչ գնահատական կտաս։ Ես 10 միավոր կտամ, քանի որ հաջողություն լուսավորիչներ։ Ժողովրդի, նա մեր գրականության մեջ ամենամեծ լուսավորիչն է, իհարկե Գրիգոր լուսավորչից հետո, հա, այսպես ասենք, շատ լավ, 10 միավոր, որպես հայր, որպես ծնող, նշեցինք, չէ՞ մեր խոսքի մեջ, որ նա 2 զավակ է ունեցել, ինչպիսի հայր է, ըստ ձեզ, իհարկե շատ ամուսնական կյանքին չենք անդրադարձել, բայց դե գիտենք, որ լավ հայր է եղել, բայց վերջում ձեր պատմելու ընթացքում դուք նշեցիք նաև, որ նրան որպես ոչ այնքան լավ հայր եք նշում, որովհետև եթե թողել էին երեխաներին եւ գնացել է, եւ ալի դու ինչ կնշանակես։ Բայց իր ներկայության ժամանակ իր ընտանիքը շատ էլ լավ է ապրել։ Այստեղից էլ հետևությունը հավանական է, որ նա այդ ցանկություններ չի։ Միացնենք այս կետերը, որ այսպես վերջում ստանանք որևէ որպես ուսուցիչ, ինչքան կգնահատենք հիմա գործունեությունները։ Ահա, ով է ասում, Ռուզան, ինչ գործունեություն է ծավալել որպես ուսուցիչ։ Եղել է եւ Երևանի եւ Թիֆլիսի գավառական դպրոցների տեսուչ։ Ահա, տեսուչ, էլ ինչ ավելացնենք։ Դպրոց է բացել։ Այո, ինքը բացել է իր մասնավոր դպրոցը, բոլորից տարբերվող դպրոցը, այո, անձնական օրինակով, այսինքն իրից ստեղծած գիրքն է դրել որպես դպրոցի հիմք, ահա, 10 նշանակենք, շատ է։ Վիպասան որպես, Միլենա, որպես վիպասան ինչքան կգնահատես։ 10 լավ, շատ բարձր ենք գնահատում, իհարկե արժանի, ինչու՞։ Դե ինչով է առանձնահատում, այնքան գրողներ ունենք, որ շատ վեպեր են գրել։ Ահա, այսինքն են 3 կարևոր գնահարցերը, որոնք առանցքային էին։ Որպես հայ, ինչ է արել մեզ համար։ Թումանյանի խոսքերն են հիշել, Աբովյանը ամենքին է ու ամենքը նրա մեջ է։ Ամենակարևոր, այո, կարևորներից մեկը։ Որպես հայ, ինչ է արել մեզ համար։ Այսինքն այդ շրջադարձային ամեն ինչը սկսել է այո, բոլոր առումներով նա փորձել է մեր ժողովրդին ինչ-որ օգուտ տալ։ Հասարակական գործիչ որպես ինչ էր արել, ինչ է արել։ Հարցը բարձրացրել է։ Թեկուզ օրինակ պարոտի մոտ հարցը բարձրացրած կլինի, չէ՞։ Ահա։ Ինչ է գնում, էլի 10։ Եվ իր բերած նորարարությունները որ գրեց ժողովրդին հասկանալի լեզվով, քանի որ գրաբարը չէին հասկանում։ 3 հիմնախնդիրները վերանել, հիմնախնդիրները։ Եվ որպես լեզվաբան նորից պիտի նշենք այն, որ աշխարհաբարով է գրել, չթերագնահատելով գրաբարը նշելով, որ այն մեր ոսկեղենիքն է, մեր ամեն ինչի հիմքն է, բայց ստացանք կյանքի անիվը եւ բավականին բարձր միավորներ տվեցինք, այսինքն սա խոսում է այն մասին, որ մենք նրան շատ բարձր ենք գնահատում եւ մեզ տեղ ենք տալիս նրան մեր կյանքում։ Եվ ամփոփենք արագ երկի քարտով ու վերջացնենք, հա։ Երկի քարտը կլինի մեկ բան սկզբունքով, մեկ բան, որ կուզեի իմանալ։ Կապեք անպայման աշխարհացույց հարթակի հետ, էլի, հա։ Մեկ բան, որ կուզեի իմանալ։ Ինչ կնշենք։ Գրենք տեղադրենք, հանրությունների բաժնում ինչ որ գրենք։ Աշխատանքը արեք, միաժամանակ մտածեք նաև այս հարցի շուրջ, մեկ բան, որ անհասկանալի է, ունենք այդպիսի բան, կոնկրետ այս դասի շրջանակներում։ Շատ ավելի լավ։ Եվ ամենահետաքրքիր բանը, որ կնշեիք։ Ինչն էր ամենահետաքրքիրը կամ նորությունը, որ իմացաք։ Որ իր դպրոցում իր իսկ ստեղծած ձեռնարկություններ շատ լավ, շատ լավ աշխատանքները տեղադրեք եւ որպես վերջաբան նշեմ, որ դասը վարել ենք 5G մոդելով, այսինքն խթանում, հետազոտում, բացատրում, ամրապնդում եւ իհարկե գնահատում, փուլերը պահպանվել են եւ վերջում այս գնահատումը ինքներս մեզ ինչպես կգնահատենք, ինչ գնահատենք այսօրվա մեր դասը, եկեք
ձեռքի սիմվոլների օգնությամբ ամենահաճախ գործածվող սիմվոլը ո՞րն է, որ դուք օգտագործում եք, երբ գոհ եք լինում։ Այո, լայք, հավանում, այսինքն սա երևի այն գերազանց նշանն է, որը կարող ենք դնել ինքներս մեզ, ապրեք շատ շնորհակալություն դասի համար, շատ հետաքրքիր է, ուսանելի է, իհարկե շատ աշխատանք ունենք անելու, ընթացքում կարծում եմ բարելավումներ կլինեն, շնորհակալություն։